Սիրելի մասնակիցներ, շատ ուրախ եմ ողջունելու ձեզ այս առանձնահատուկ վեբինարին։ Ես Մարինե Խաչատուրյանն եմ, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի կրթական բաժնի ղեկավարը, եւ մեծ սիրով այս երեկո կվարեմ այս հանդիպումը։ Այսօր մենք շարունակում ենք մեր ուսուցողական եւ միաժամանակ շատ հուզիչ ճանապարհը, անդրադառնալով մի թեմայի, որ ոչ միայն պատմություն է, այլ նաեւ հիշողություն, պատասխանատվություն եւ ինքնության կարեւոր մաս։ Միշտ սկսել եմ մի քանի կարճ տեխնիկական նշում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վեբինարը ձայնագրվում է, որպեսզի նրանք, ովքեր չեն կարողացել միանալ մեզ այսօր, հնարավորություն ունենան դիտելու այն հետագայում։ Վեբինարի ընթացքում հասանելի է անգլերեն համաժամանակյա թարգմանությունը։ Այն ակտիվացնելու համար խնդրում եմ սեղմել էկրանի ներքևի մասում գտնվող երկրագնդի կոճակը globe icon եւ interpretation կոճակը։ Ընտրեք անգլերեն լեզու English language եւ անջատեք բնօրինակ լեզվի կոճակը, չմոռանաք այն անջատել։ Ձայնի լավագույն որակն ապահովելու նպատակով բոլոր մասնակիցների խոսափողները այս պահին անջատված են։ Դուք հնարավորություն կունենաք հարցեր ուղղել երկու տարբերակով։ Կարող եք օգտագործել ձեռք բարձրացնելու կոճակը raise hand եւ մենք սիրով ձեզ ձայն կտանք, կամ կարող եք ձեր հարցերը գրել chat-ում, chat box, եւ մենք կընթերցենք դրանք հարց ու պատասխանի փուլում։ Շնորհակալություն։ Վերջին շրջանում մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ ուշագրավ թեմաներ, որոնք մեզ բոլորիս համախմբել են այս հարթակում։ Չնայած մեր բոլոր մասնակիցներն աշխարհի տարբեր երկրներից են եւ ունեն տարբեր հետաքրքրություններ, մեզ միավորում է մեկ ընդհանուր նպատակ՝ մեր հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությունը։ Սա հենց այն առաքելությունն է, ինչի համար ստեղծվել է Հայկական վիրտուալ համալսարանը՝ միավորել աշխարհասփյուր հայերին եւ հայկական մշակույթով, պատմությամբ եւ լեզվով հետաքրքրվող բոլոր մարդկանց։ Մենք մեր ամենաակտիվ եւ սիրելի բազմաթիվ նախաձեռնություններից մեկը Հայկական վիրտուալ համալսարանի ուսումնական հարթակն է ABC Learning Zone։ Մշակութային միջավայրը, որն արդեն միավորել է հազարավոր մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից։ Այստեղ մենք ոչ միայն սովորում ենք, այլ նաև քննարկում, վերլուծում, անգամ կիսվում մեր սեփական պատմություններով եւ նույնիսկ իմաստավորում մեր անցյալն ու ներկան։ Վերջին ամիսների ընթացքում մենք միասին ուսումնասիրել ենք եւ քննարկել շատ հետաքրքիր թեմաներ։ Տեսնում եք ձեր էկրանների վրա, նշել ենք Առնո Բաբաջանյանի 105-րդ ամյակը, ուսումնասիրել բազմաթիվ նյութեր նվիրված նրա հավերժական ժառանգությանը։ Այս թեմաների շարքում հատկապես առանձնանում է մեր անդրադարձը հայոց ցեղասպանությանը, որի շրջանակներում միասին վիրտուալ շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան եւ հուշահամալիր եւ ծանոթացել նաեւ Հայկական վիրտուալ համալսարանի վերապրումի իմ պատմությունը նախագծի մասնակիցների ընտանեկան պատմություններին։ Վերգտել ենք հայկական տոների մշակութային հարստությունը եւ ավելի քան 60 այլ քննարկումներ ունեցել ենք մեր հարթակում։ Բոլոր այս քննարկումները եւ թեմաները հասանելի են կրթական մեր հարթակում, կարող եք գտնել, ծանոթանալ տարբեր թեմաներին։ Ապրիլի 26-ի այս երեկոն մենք նվիրելու ենք մեր պատմության մի վճռորոշ էջի, մարդասիրական եւ այն մեծ առաքելության, որը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իրականացրել է պատերազմի արհավիրքների տարիներին։ Իր ստեղծման առաջին իսկ օրվանից 1906 թվականից ի վեր Հայկական բարեգործական ընդհանուր միության առաքելությունը մնում է անփոփոխ՝ զորացնել հայ ինքնությունը եւ ապահովել մեր ժողովրդի բարօրությունը։ Այժմ սիրով ձեզ ենք ներկայացնում մի կարճ տեսանյութ, որն ամփոփում է Հայկական բարեգործական ընդհանուր միության 120-ամյա պատմությունը։ Եկեք դիտենք։
Շնորհակալություն։ Այժմ սիրով ներկայացնում եմ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ եւ հայկական բարեգործական ընդհանուր միության փոխնախագահ դոկտոր Երվանդ Զորյանին։ Դոկտոր Զորյան։ Շնորհակալ եմ Մարինա Փարեփոլորիդ, ուրախ եմ եւս ձեր հետ լալու այս հայկական վիրտուալ համալսարանի Learning Zone մեր շարքին։ Շիրակ մենք այս հանգրվանին որոշեցինք Գարշակ մստերձել հայկական բարեգործական ընդհանուր միության նվիրված ինչպես տեսակ 120-ամյակն է այս տարի եւ մեզի արիտ կուտա անգամ եւս վերադառնանք եւ նայենք թե հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր աշխատանքի մեջը թե միշտ նույն նվադագներուն ծառայելով ինքնության եւ բարօրության ինչպես Մարինան ասավ բայց այդ պատմության ընթացքին ինքը իր ջգուն աշխատանքի ծևով գծած է ինքնինքը որտեղել իր աշխատանքները որտեղել մեր ասկի օրվա պետքերուն համեմատ այսինքն անել բաներ որոնք այդ օրերուն պետք են երբ որ 2006-ին հիմնադրված է միությունը սկսած է անել ինչպես նկարներու մեջ տեսակ դեսայրիզի մեջ ըրած է աշխատանքներ հայկական հողի վրա մեր հայրենիքի մեջ որոշ օգտագործություններ բերելու հայ բանվորին, հայ մտավորականին ամենուն բարօրություն ապահովելու եւ իրենց հողի վրա բահելու փոխանակողին թույլան։ Ժամանակի ընթացքին բայց 1915-ին վերջ հատկապես քանի որ հայերու մեկ կարևոր մասը Հայաստանեն դուրս ելան գրգին միությունը իր վիճակը փոխեց, իր աշխատանքի ծևերը որտեղեց նոր վիճակին ավելի սպիրկի վրա գեցանալով, մարտահրավերական աշխատանքներով, որբերը, այրիները, գոստություն եւ այլն, եւ գիտենք մենք այսօր միջև ուր հասած է բարեգործական։ Մենք այս շարքի մեջը մի դեպեր հանգրվաններուն անդրադառնանք, վերջին շրջաններում մեջ տեսնալով գոստության կարևորությունը, մշակույթի պետքերը, Հայաստանի բարօրությունը եւ այլն։ Բայց այսօր հատկապես պիտի գեցանանք համաշխարհային առաջին պատերազմի արդյունքով մեծ եղերնին ցեղասպանության արդյունքով դուրս եկած վիճակին եւ հոն հայկական բարեգործական ընդհանուր միության ինչ անելը պիտի նկատենք okay so միասին պիտի անովրային անցիկ այսօր պարտավորենք մեր հետ ունենալու դոկտոր Քևորքյանը որը իսկապես ամենագարևոր մասնակիցներից մեկն է հայկական բարեգործական ընդհանուր միության պատմության եւ ցեղասպանության պատմության նույն ժամանակ եւ այսօրվա մեր դելիկա այս երկուքը իրար հետ համադեղել է անագոր ինքը միայն գնալ միագանց որ այս գնալ մեզի լավակույն ծևով ծածկել եւ ամենը հավանաբար դերյագեք երկու հադորները հայկական բարեգործական ընդհանուր միության որ դոկտոր Քևորքյանը հրադարագած է հայրամյակի արիթով ուրախ ենք որ այդ երկու հադորներն ալ այսօր Armenian Virtual College-ի մեր համացանցային գազագերբության սայթին վրա online վիճակով գան, եթե գուզեք այդ գիրքերուն վերջը վերադառնալ, բան Քևորքյանին անդրադարձնելու մեկ մասը հոնալ հավանաբար վերջը գնալ։ Շնորհակալ եք ադադոներուն համար, բան Քևորքյան այսօրվա համար գանխահայտ շնորհակալություն, ամենքս պատրաստ ենք ցես լսելու։ Մեսի։ Շնորհակալություն Երվանդ ուրեմն եթե թույլ դա կսկսենք մոտավորապես կես ժամը խոսիմ եւ վերջը արծու փորձով շարունակենք այսպես ծրագրված է այո նախ ասեմ որ այս երկու ադորները մինագս չեմ կրած այլ կրած եմ Վայետ Աշտյանին հետ, որ իմա պատասխանատուն է ուրեմն այաքիդության բաժանմունքին Université Saint-Joseph Բերութի մեջ ասիգա շեշտեմ այո եւ ոչ թե խմբակրած են կրած ենք այո ուրեմն երբ 20 տարի եղավ ճշգրիտ որ այս ադորը հրադարագեցինք ուրեմն այն ժամանակ հարց ելավ ծրագիր կար 100-ամյակի առիթով գիրքը գրել եւ ուրեմն բարոն Բերսետրագյանի նսի եթե ոսկեմադյան գուզեք ես պետք եղած անձը չեմ բայց պապակ ուներ որ պատմապանը տիդե 100 դարվա պատմությունը Իմանքանք պուն նյութին
1906-ին յուրահատուկ կացություն է Տեր Աբդուլհամիդյան շրջան է ուրեմն բավական մտավորականներ կամ քաղաքական անձնապ ուրեմն գսեի որ այս կոնտեքստի մեջ ակին մարտիկ Օսմանյան գայսրությունն լավագույն օրինակը Գրիգոր Զորաբն է ստիպված եղավ Բոլիսեն երանալ եւ Փարիզ դեղավորվել դերևս լավագույն սիմվոլն է բացատրելու համար գացությունը ուրեմն այս գացության մեջ հիմնական ծրագիրը որ Բոս Նուբարը եւ Երվանդ Աղադոնը շատ կարեւոր անուն է որ անդեսված է պատմության մեջ Հիմնական ծրագիրը գիտեք ինչ էր քյուղատնտեսական զարգացումը ուրեմն Օսմանյան գայսրության այգական կավառներու մեջ ուրեմն ագրոնոմիա եւ այլն Աղադոնը ագրոնոմիայի ճարտարապետ էր եւ Բոս Նուբարը դերևս շատերը չեն գիտեր ինքը շինած էր ստեղծած էր ավելի ճիշտ տրակտոր Այերենով չեմ գիտեր ինչ բար կարելի է գործածել եւ որտեւ անալ ճարտարապետ էր Ֆրանսա ամենեն նշանավոր ճարտարապետներու դպրոց École Centrale ուսանած ուրեմն էդակրական է վիդեոսեի ընկերային տնտեսական նպատակ կար ինչ էր այգական ուրեմն քյուրերու քյուրատնտեսությունը արտիացնել զարգացնել այսպես է որ սկսավ եւ ուրեմն 3 տարվա մեջ հիմնական փոփոխություն տեղի ունեցան հիմնական փոփոխությունը որ ստիպեց միությունը իր ուղղությունը որոշ չափով փոխել բանը 1909-ի Գիլիգիո չարտերն են որ ստիպեցին միությունը բանը ներողություն որ բանոցներով սպառվիլ եւ ավելի մարդասիրական գործ դանել ասիկա պետք է շեշտվի երկրորդ գեդը որուն վրան զրակրած էին հիմնական աշխատանք դանել բաներ գրթական աշխարհը ուրեմն մինչև 1908 նույնիսկ Աբդուլհամիդի օրով հնարավոր եղավ աստիճանաբար ուրեմն գրթական ցանցը ընդարձակել պետք է ասել որ բարիկորձականը աշխարհի վրա մինագը չէր հիմնական ուժը որ գործը գտաներ անշուշտ Բոլսո բադրիարքարաններ alors այս բադրիարքարանի բիդագին դակ պետք է հասկանալ ամբողջ այությունը այսպես կարելի է հասկանալ որովհետեւ կաղապար ունենակ բادرազմեն առաջ մոտավորապես 2000 դպրոց գմադագարարվին ուրեմն բادرարքարանի աստադության գողմե որբեսի ավելի ըստագը լա մոտավորապես 150,000 աշակերտ զանազան մագարտագի անշուշտ մանկական եւ այլն կորձի վրա են ուրեմն ժամանակավոր ասենք այս 1909-ի Գիլիգիո չարտերը քիչմը խանգարեցին բայց նույն ժամանակ ասենք նոր process-ի մեջ մտանք ուրեմն հայությունը վերակդա որոշ չափով իրավունքներ Օսմանյան գայսրության մեջ եւ օրինակի համար գրեթե 20 երեսփոխագային գայսրության մեջ եւ համակորձակցություն մգար այս երիտուրք իշխանություններու հետ մինչև առաջին բادرազմը սկիզբը ուրեմն ընդհանուր նպատակներ ասենք Օսմանությունը ստեղծել, այսինքն ծևով քաղաքացիները ստեղծել, որ
նույն իրավունքները ունենային, հասկացանք, որ գուզեմսել իշխող գողմը, որ անշուշտ բանը հիմնված էր իսլամի վրա, եւ ոչ իշխող գողմը, այսինքն հիմնականապես քրիստոնյաները նույն իրավունքները չունեին եւ իրենց հիմնական բանջը ասեր ավասար իրավունք ունենալ գայսրության մեջ մինչև առաջին բادرազմը կոադևեց այս կացությունը եւ բարիքորձականը ուրեմն թե ինչպես ասի քյուրադնդեսական զարգացման մեջ բավական մեծ գործ դարավ քյուրերու մեջ եւ նույն ժամանակ մասնակցեցավ ուրեմն բادرարքարանի գողքին ներդրումները ներով նյութական ուրեմն բանին գրտական ցանցին բայց 1912 սկսյալ երրորդ կորձոնը պետք է թիդվի որ կապված է բարիքորձականին նույնիսկ եթե բաշտոնապես այսպես նշված չէ մուտքն է բարիքորձականի եւ մասնավորապես իր ադենաբեդին Բողոս Նուբարին քաղաքական ասպարեզ ուրիշ բարգալի չէ կործածել ինչ կուզեմ ասել այոց բանջներու մեջ ծրագիրը գար բարելավել հայության գացությունը գայսրության մեջ եւ այս ուղղությամբ Բողոս Նուբարը ուրեմն խնդրանքով Քեվորքինկերորդ վեապարին Գաթողիկոսին Փարիզ եկավ դեղավորվելու եւ ստեղծեց ուրեմն աստադությունը որուն նպատակներ կորձակցիլ բոլսոբադեարքարանի հետ որբեսի եվրոպական իշխանությունները ամոզվին որ անհրաժեշտ է Հայաստանի մեջ բարեփոխումներ ստեղծել կավառներու մեջ ուրեմն ապահովությունը բնակչության համար ուրեմն բանը ժանդարմական ոստիկաններու մեջ ուրեմն խառն խումբ ունենալ, այսինքն այերն ալ քրիստոնյաներն ալ մասնակցին եւ զանազան ուրիշ բաներ վերջին գեդը որ տերևս կարևոր է ուրեմն ամիդյան էսկադրոնները այսինքն քուրդ ամբաշտոն ասենք խմբակներ որ Աբդուլհամիդի օրոք ստեղծված էին եւ հիմնական բանը անապահովությունը ստեղծող անոնք էին հիմնական ուրեմն այս ջոգատները բանը ճնշումի դակ տնել կամ ճնչել այս երեք հիմնական ասենք ծրագիրներեն մեկն է alors Բողոս Նուբարը այս գործը դանելու համար անշուշտ մինագը չէր աղադոնը լավ մասնակցություն ունեցավ այս ուղղությամբ եւ կարելի ասել որ երկու դարվա համար բարիքորձականի հիմնական ասենք բանը ուժերը գետրոնացան այս բիդիոսեի քաղաքական մարտահրավերական ծրագիրը իրականացնելու համար բարձ է որ Բողոս Նուբարը pedagogan անձնավորության մագարտակ ուներ եւ բավական ծանոթներ ներառյալ բարձրակույն շրջանակներու մեջ եւ կարողացավ անշուշտ ֆրանսացիներու հետ Փարիզը լալով անշուշտ Անգլիա քանի անգամ եկավ գնաց ուրեմն իրենց ամոզել որ ճնշում բանեցնեն երիկ թուրքերու վրա որ այս վերանորոգումները դեղի ունենան եւ ասորգից կարողացավ ոչ թե ստեղծել այլ շարունակել բիդիոսեի արմենոֆիլ շարժումի սկիզբը կոություն ուներ որոշ չափով
19-րդ տարու վերջավորությունն սկսյալ, բայց ինքը նոր տապ տվավ եւ 13-ին շատ կարևոր Բրյուսելի մեջ արմենոֆիլներու ուրեմն ընդանուր գազագերբություն ստեղծեց, ուր ներկա էին շատ բարձր մագարտակի մտավորական քաղաքական անձնավորություն, որ ամբողջ Եվրոպայեն եկած էին Բրյուսել։ Ուրեմն ասիգա սելով գուզեմ ասել, որ մարդը լավ գազագերբված, պետք եղած միջոցները ունեցող, փորձեց ոտքի տնել ասիգա։ Թիմացը ուներ բադրիարքը, որ ունեդ գաբերը շատ ուժեղ էին, Զավեն բադրիարքը դեր Եղիայան, ուրեմն Բորսո բադրիարքը, որուն տղտակսությունը Բողոսնուբարի հետ ցույց կտա ինչքան համագործակցությունը ուժեղ էր իրենց միջև։ Երրորդ անձը, որ ունեդ հիմնական գործ տարած է, բանն է անշուշտ Գրիգոր Զորաբը, պաստապանը եւ իրավապանը, որ քիչ առաջ ասի, որ ստիպված եղած էր Փարիզ ամբաստանին։ Անշուշտ այս բարե նորոգումները, ինչպես գիտեք, բادرազմը, որ սկսավ թաքրեցուցին, առաջին գարավարիչներեն մեկը մինչև Վան ասած էր, բայց Վան որ ասավ, քանի շաբաթ վերջ արդեն վերագանչվեցավ Բոլիս, նորվեգիացի էր եւ ամբողջ ծրագիրը անշուշտ գեցավ, դերվին վրան գեցավ։ Ուրեմն ցեղասպանության մասին կարծեմ ավելորդ է որ խոսիմ, բայց հետևյալը ասեմ, Բողոսնուբարը երբ ավարտած էր այս բարի նորոգումներու հարցը, վերադարձած էր Կայիրե, իր բիդիասեի բնակավայրը, եւ 15-ին, 1915-ին, երբ այոց ցեղասպանությունը սկսավ, ամիջապես Փարիզ կարողացավ վերադառնալ եւ on սկսավ աշխատել նոր ծրագիրներու վրա եւ 16-ի սկիզբը կարողացավ համաձայնել անգլիացի եւ ֆրանսիացիներու հետ, որպեսզի այգական լեգիոն ստեղծվի։ Ուրեմն երբսի որ քաղաքական բնույթ ուներ, կարելի է ասել։ Բարձ է որ այս լեգիոնը, որուն գորիզը եղավ Մուսադաղի վերաբրողները, որ ֆրանսական նավերը փրկեցին եւ Փորսայիդ դեղավորեցին, գորիզը եղավ այս մարտիկը 4084 օքի, որ Մուսադաղեն ղրգվեցան, դարվեցան Եգիպտոս։ Ուրեմն ամբողջ բادرազմի վերջին դարիները 17-18 կետրոնացավ այս բիդիասեի առաջին այգական զորքը ստեղծելու, որ համագործակցած է անգլիացի եւ ֆրանսիացիներու հետ, բայց պաշտոնապես ֆրանսական իշխանության դակ էին եւ իրենց մարզվիլը ֆրանսիացի իսպաներ են, որ ապահոված են։ Հիմա ժամանակը քիչ է, ուրեմն պիտի քիչմը ստիպված եմ քիչմը գդրելու։ Բادرազմի վերջավորության ուրեմն այս քաղաքական process-ը շարունակվեցավ, բայց այս մասին, եթե սկսեմ խոսել հիմա, 2 ժամ պիտի տևե, եւ որպեսզի քիչմը գշրեմ խոսքս, խոսիմ ուրեմն մարտահրավերական ծրագիրներու վրա, որը ստեղծվեցան բادرազմի վերջավորության։ Առաջին հիմնական աշխատանքը դարվեցավ ուրեմն Սուրիո, Մեզոպոտամիո, Բաղեստինի մինչև Գարբիլ ծովը
այս ամբողջ կամ անաբադ կամ այս շրջանները ուր հայ վերաբրողներ կողություն ունեին զանազան դեսակ գար շատ փոքր մասը օրինակի համար Ժորդանիո որոշ քյուղերու մեջ վերաբրած բայց հիմնական մասը այս վերաբրողներու երկու խմբակ գար ըստակ մեկը երիտասարդ գիներ որ արևանքված էին բادرազմի ժամանակ եւ ամուսնացուցած էին ուրեմն շատ աջախ իրենց ընտանիքի ոչրակորձներու հետ մեկ մասնալ բادرազմի ժամանակ երեխա ունեցած են իրենց մարտասպանին հետ ուրեմն առաջինը երկրորդը ուրեմն երեխաներ որ որտեքրված էին նույնպես ուրեմն զանազան բեդևի խումբերու մեջ անաբադաբրող կամ նույնիսկ որոշ քաղաքներու կամ քրիստոնյա կամ ոչ քրիստոնյա ընտանիքներու կողմ ընտարուն արմամբ բան է կամ բարդացիր գին կամ քերի գարելի է քերի ասել ուրեմն գենտանի բայելով ացիգդորմը փոխարեն ասեր ընդանուր գացությունը ուրեմն բարի կորցականը գազմագերբեց խմբակներ զինված եւ ասիգա կայրեի բաննե գետրոննե որ գազմագերբեց ասիգա ամակորձակցելով բրիտանական իշխանություններու հետ որ գամած գելային տեբիուսիս այսինքն չորրորդ բանագիտեմ օսմանյան չորրորդ բանագիտեմ եւ process-ը տեբիուսիս ուրեմն բարիկորձականի այս խմբակները edevած են եւ ամեն անգամ որ անգլիացիները տեբիուսիս առաջ կերտային անոնք edevեին եւ ովքեր էին որ այս ճոգատները գազմագերբած են չորրորդ բանագի նախքին BDS-ի հայ զինվորներ որ անգլիացիները բռնած էին կամ ոչ եւ կամ լքած էին իրենց խումբը եւ անցած էին անգլիացիներու կողմը ուրեմն զինված այս խմբակները սովորաբար 20 հոգի այսպիսի բան ուրեմն աշիրետ կամ բեդևի խմբակի մյուս խմբակ գայցել էին եւ մեկ ընդանուր սկզբունք մգար անգլիացիները խնդրած էին որ գայլին չափ հայերը իրենց զենքը չկործածեն եւ փոխարեն ամոզեն բեդևիներուն որ այս գիները կամ երեխաները լքեն եւ ուրեմն մեկ երկու բարով ավելի ճիշտ մեկ օքի մեկ ոսկի ասեր բանը process-ի ուրեմն գործեին ոսկիով ասենք ամոզել երբ փոխարեն որ զենքերը կորզածին որև անոնք ալ զինված էին անշուշտ ուրեմն ասիգա առաջին եւ մեկ անց մգա որ բավական նշանավոր է գարձեմ հիմա իր շարանկորտները կալիֆոռնիա գտնվին 7 եղբայրյան ընտանիքը երկու եղբայր մանավանդ որ մասնակցած են այս խմբակներու հակին լուսանգար ալունինք ուր ցույց կդրվի ինչ պայմաններու դակ այս երեխաներ կվերցնեն ուրեմն եւ գիներ անշուշտ հիմա ասոր իման վրա երկու հիմնական աստադությունները ստեղծվեցան առաջին աստադությունը որպանոցներ անշուշտ եւ երկրորդ աստադությունը այս երիտասարդ գնոջ համար ապաստարաններ ուր
գործեին, եթե գուզեք այն ժամանակ պսիխանալիզը սկիզբն էր, այսպես կարելի ասել, ուր գործեին այս երիտասարդ գիներու ասենք օկեբես քիշմը վերագանքնել, ինչ որ թյուրին կորտ չէր։ Որբեսի չապեք ինչ կորց գար դանելիք գիներ կան որ կանի շապատ մնացին այս աբաստարաններու մեջ մեկ մասը վերադարձավ իր բեդևիներու կով որև շատ աջախ սիված եղած էին իրենց երեխաները որ ունեցած էին բادرազմի ժամանակ ինչպես ասի անցերուեդ, սանասան անցերուեդ ուզեցին վերադառնալ որբեսի իրենց երեխաներեն էրու չմնան մյուս մասը մնաց երբ վայ Տաշտյանին հետ գկրեինք եւ ամբողջ այս անցերու մասին ծրարներ ունեինք ուր լուսանգարով ուր դեղեն են ծնողներու անունը եւ բժշկական վիճակ եւ այլն վերջը որոշեցինք մինակ անունները դալ եւ մագանունը մինակ առաջին դարը նշել խորելով որ վստահ եմ որ հայրավոր չսելու համար հազարավոր ընտանիքներ կան որուն մեծ մայրը հավանաբար այս փորձանքներն անցած է ուրեմն ասեր կորձը ուրեմն որ պարոնցներու մասին մեկ բան շեշտեմ որ կարևոր է շատ շուտ Բողոս Նուբարի որոշումով սկսան բարիկորձականը սկսավ կորձակցիլ Նորից Ռելիֆի հետ ամերիկյան Նորից Ռելիֆին հետ եւ ուրեմն պայմանագիր կնքեցին հիմա Նորից Ռելիֆը պետք է գիտնալ որ ամենեն մեծ եւ միջոց ունեցող աստադությունն է որը սպառվեցավ այ որպերով ասիգա ըստագ է ըսկայական կումարներ կարողացան ավակել Միացյալ Նահանգներու մեջ որբեսի ասկնակ ինչ ուժ գար յետևը էվանժելիկ խումբը որ այսօրերուս ուրիշ պատճառներով ծանոթ է ցեզի ուրեմն այն ժամանակ անոնք էին որ դասնյակ դարիներով ուրեմն միսիոնարներու խմբեր ղրգած էին որ աշխատած են Օսմանյան գայսրության կավարներու մեջ մասնավորապես հայոց կով եւ կարելի է նույնիսկ շատ կարեւոր տեղ խաղցան այգական էլիտը ստեղծելու համար ասիգա ուրիշ հարց է ուրեմն գնքայրը բան է Միացյալ Նահանգներու նախագահն էր այս աստադության ասկացակ որ եւ մարքեթինգի ադուկ ոճերով շատ արդի ոճերով դուպեր շինելով եւ ամենեն նշանավոր անշուշտ կորձողությունը եղավ օղողա ֆիլմի նստեղծումը դագը չեկրված բայց ցեզի գսեմ բանը այս Նորից Ռելիֆը եւ բարիկորձականը գար որ մասնակցեցան այս ֆիլմը գադարելու համար որուն նպատակն էր անշուշտ դերեկություն տալ այս ցեղասպանության վերաբերյալ եւ նույն ժամանակ անկանագությունը բանը կաչալերելու համար այո ուրեմն ինչ ամացայնության եկան վերադառնանք այսօր ուրեմն ամեն մեկ դոլար որ Նորից Ռելիֆը գտներ ավասար կումարը գտներ բարիկորձականը երբ աստադությունը բարիկորձականը ուրեմն գղեկավարեր ամերիկյան կողմներ որ կմասնակցեր երբ ագարակներ բարիկորձականներ որ կումար կհատկացներ իրենց ուրեմն մոդավորապես 3 հիմնական ասենք շրջաններ եղան ուր վերաբրող մասնավորապես երեխա
որբ գտնվեցան պատերազմի ժամանակ առաջին փուլը Գովգաս հիմնական ուրեմն որբանոցը Գյումրի ցեզմե որոշ մարդիկ դեսած են լուսանգար ուր 18000 երեխա գա Գյումրիի տաշտին վրան արդին եւ ասիգա նորից ռոլիֆի ղեկավարություններ Պարիկորձագանի գողմե մյուս գողմը չիդելով օրինակի համար լավագույն օրինակներեն մեկը բան է Երուսաղեմի այոց բادرիարքարանի մեջ երկու խումբով երեխաները եւ դղարչի գանդարբեր ներսը այսինքն ուղագի այոց տաղամասի մեջ այսօր ուրեմն վասպուրական անունով որբանոց 850 հոգի մոտավորապես եւ մյուս խումբը որ սուրբխաչ վանքներ որ գբատկանի մինչև այսօր այցելած եմ հույներուն օրթոդոքսներուն ուր ուրեմն ավելի փոքր երեխաներ գային 850 հոգի մեծ մասամբ ասոնք ուրեմն նավով եւ վերջը երկաթուղիով Պերած էինք Բաքուբային, Բաքուբա գտնվի Բաղդադի գողմերը և բادرազմի վերջավորության այս երեխաները, որ ավակված էին, կարողացան դեղափոխել և Երուսաղեմ հաստատել։ Նույն ուղղությամբ ինչպես կհասկանաք այս որբանոցները քանի դարվա կյանք ունեցան եւ սովորաբար մինչև 15-16 տարեկան էր որ գբայինք այս երեխաները այս հաստատություններու մեջ եւ շարունակություններեն մեկը եղավ օրինակի համար Մելքոնյան վարժարանը որ մինչև այսօր գտնվի Գիբրոս Նիկոզիո արավային մասը այսինքն ունական մասը մնաց բարեբախտաբար եւ ուր դասնյակ դարիներով սկիզբը արեստներ սորվեցնելու մեխանիկ գոշկագարություն տերցագություն այսինքն Պարիկորձագանի ղեկավարները մտահոգ էին որ այս երեխաները հաստատություններեն որ ելան 15-16 տարեկանին բան մկիտնաննել որբեսի իրենց կյանքը ապահովեն գրնամ ավելի մանրամաս խոսիլ օրինակի համար նույնիսկ կազմակերպած են ամուսնություններ գնքայրը Պարիկորձագաններ ոչ թե մեգոքի այս ուղագի հաստատությունը եւ այսինքն բادرազմի վերջավորության բացարիք աշխատանք դարվեցավ այս վերաբրողներուն վերագանքնելու համար եւ այգական կյանքը վերագենտանացնելու համար շատ ժամանակ չունիմ ինչքան ժամանակ գուտակ ինձի Այնքան հետաքրքիր է ձեզ լսել, որ անverջ կցանկանայինք, ինչպես որ դուք ավելի կարճ պիտի անեմ, պետք է քիչ խոսիմ հետ բادرազմյան։ Ուրեմն, քիչ առաջ ասի որբանոց, ասիգա մորցա, Գյումրիի մասին խոսեցա, բայց հիմնական մասը գտնվեր Սուրիա եւ Լիբանան ֆրանսական բարձր կոմիսարի ղեկավարության դակ on խառնուրդ էր մեկ մասը Պարիկորձագանի ղեկավարությամբ մյուս մասը նորից ռոլիվ ամենեն նշանավոր որբանոցներեն մեկը Անտիլիասի որբանոցներ որ վերջը նվիրվեցավ Անտիլիասի Գաթողիկոսարանի եւ մինչեւ այսօր հոն դեղավորված է bon bet չունիմ ավելի ինչ մեկ դապանելու ասիգա ամեն ինչ հասկացակ ուրեմն երրորդ խումբը որ բավական ուժեղ էր բայց ասիգա
ավելի Բոլսո Բադրիարքարանի ղեկավարության դագեր Բոլիսի շուրջ էր մոտավորապես 15 որբանոց կար Բոլիսի շուրջ 22-ի դեկտեմբերին երբ կեմալիստները մտան քաղաքը ուրեմն բարձ է որ Բադրիարք Զավենդեր Եղիայանը արակը ճամփայելավ այսինքն իրեն խորտ տվին որ Էրանա քաղաքեն եւ որբերնալ ճամփայելան մեծ մասամբ նորիցորիպն է որ ցերծկեց եւ դեղավորեց Կորֆու գրզին մեջ Ունաստան բավական մոդիկ է Ալբանիո արավին այսպես կարելի է դեղավորել ամենեն կարևոր գեդը գվերապերի անշուշտ Հայաստանին որ 18-ին 20-ի վերջ ասենք նույնիսկ 21-ի սկիզբը ինչպես եմ անգախ երգիր դարձած էր որ ճնշումի դակ ստիպված եղավ սովետներու նվիրվել այս մասին քիրք մը գրած եմ 2 տարի առաջ ուր բացատրեմ ինչպես կեմալիստներ եւ կեմալիստ եւ երիտթուրք որ քիչմը դարբեր թիրքի վրա էին ուրեմն համացայնեցան բոլշևիկներու հետ ուրեմն երկու կողմը արձակելու համար Հայաստանի վրա եւ վերջ տնելու համար այս բանին անգախության ուրեմն այս դեպքերու ժամանակ մարտահրավերական սոսկալի վիճակ մգար ամենեն մեծ ճնշումը երկու վայրի վրա էր մարտահրավերական մեկը Ունաստան ուր մինագայություն չկար հայ ուրեմն 100,000-ավոր հույներ որ կարողացած էին կամ դեղափոխությամբ կամ փոխանակելով զանազան դարբերակներով կոադեվել եւ Ունաստանը այն ժամանակ վիճակի չէր 100,000-ավոր մարդիկ բայելու ուրեմն այոց կողմը այոց մե խնդրեցին որ գալին չափ դեղափոխեն Հայաստան Կանի սահմանապակ խումբեր կարողացան Հայաստան դեղավորվել մինչև այսօր շարանկորտներ կան հոն բայց սովետական ասենք շարքերը կալով շատ ավելի դժվար եղավ շարժումները ստեղծել 37-ին նորեն քանի հազարուկի Ունաստանեն կարողացավ դեղավորվել նույն հարցը եղավ ուրեմն Սուրիո եւ Լիբանանի համար ֆրանսացիները գայլին չափ փորձեցին մատակարարել ասիգա ուրեմն Պարիկորզագանի գողմե փորձ եղավ համակորձակցիլ սովետական գուսակցության անդամներու հետ եւ ուրեմն որոշ ծրագիրներ քյուրադնդեսական կամ բժշկական օրինակի համար աչքի փուժարանը որ գտնվի Երևան այսօր ստեղծված է Բոսնուբարի գողմե ամեն բարակային մինչև 30-ներու սկիզբը քիչ թե շատ կարողացած են համակորձակցիլ գարձեմ այս նույն թվականներուն Պարիկորձագանի ներկայացիչը Երևան ուրեմն բռնվեցավ եւ ուրեմն բոլշևիկները մերցուցին ուրեմն ասիգա վերջ տվավ Պարիկորձագանի աշխատանքներուն դեղվույն վրան 30-ի շուրջ 30-ը ճիշտ նույն թվականն է որ Կալուս Գուլբենկյանը ղեկը գարնե ուրեմն Պարիկորձագանի հա Գուլբենկյանը ավելի տրկախոս եւ ֆրանսախոս կամ այախոս գողորին որքան իմը պարա երեն քիդեր բայց
բացարիք գազմագերբիչ անձը եւ վարժված բիդեսեի pedagogan անձնավորություններու հետ աշխատելու Գյուլբենկյանը եւ Պարիկորցականը ընդհանուր առմամբ նկատի արին, որ այլևս խորհրդային Հայաստանը պակ է իրենց համար եւ խորեցան աշխատիլ աստադելու համար բիդեսեի մնայուն ծևով այս հայ քաղաքականները Սուրիա եւ Լիբանան եւ շատ մեծ կորց դարբեցավ Alors, իրենց մասին ալ երկու խոսք կսեմ Ալեպ եւ Բերութ մասնավորապես 20-ներու սկիզբը երբ Գիլիգյան բարբվեցավ մանավանդ 1920-ականներու սկիզբը Pane վրաններու դակ կգտնվին Բերութի բարակային մասնավորապես Մար Միքայել եւ Բուրչամու դծված վայրերը ասոնք ջայիջ էին ասկացակ այսինքն ամեն օր քանի դասնյակ օքի գմերնեին արդեն զանազան պալյուդիզմ եւ զանազան հիվանդություններ Ալեբի մեջ ավելի չոր է օդը բարեպարտաբար եւ ուրեմն վրաններու դակ վերջը բաներ ֆրանսերեն գսեն bidonville այսինքն տիտեղե դնակներ էին Գրնակ Պարիկորցականի երկու ադորներու մեջ նայել լուսանգարները ցեցի բացատրություն բուդամ ուրեմն Գյուլբենկյանը ինչ հրավ ինքը տեղյակ մուներ Էվիանը գտնվի Ժնևի թիմացը ֆրանսական գոմը on ուրեմն հրավիրեց Գարմիր խաչի միջազգային Գարմիր խաչի նախական եւ Ֆրանսայի բարձր կոմիսարը որ գղեկավարեր Լիբանան եւ Սուրիա ուրեմն ավակեցրոն իր տեղյակը եւ ուրեմն ամացայնեցավ իրենց հետ նոր տաղամասեր ստեղծելու համար մասնավորապես Ալեպ եւ Բերութ եւ երեք դարվա մեջ օրինակի համար եթե Բերութի օրինակը առնեմ շինեց նոր մարաշ եւ գերեվի բզիկ դնակներ են շատ բարձր չէ որ գազմագերբված բարձունքի վրա եւ այսպես է որ աստիճանաբար մնայուն ծևով ասիգա պետք է շեշտել հայությունը մնաց բանը Բուրչամուդի շուրջ ասենք նույն բանը բադայեցավ Սուլեյմանի տաղամասը որ գտնվի Ալեպ որ մինչև այս վերջին բادرազմը այոց մեծամասնություն կներկայացներ ուրթոբրոցները գային Կարենեպե վարժարան եւ այլն voilà ընդհանուր առմամբ պատկերացում ունիկ այսպես Terevus ասով գենամ եթե արցումներ ունիկ եթե գուզեք դժվարություն այն է որ ասենք աստադությամը բատմությունը կոնտեքստեն դուրս առանց կոնտեքստը նկատի առնելու անհասկանալի կդառնա գուսամ որ կարողացա քիշմը դգարա երենով բայց ոչինչ ֆրանսահայ եմ պետք է պանելակ en tout genre voilà այո Մեծ հաճույքով եք ձեզ լսել, քանի որ շատ գեղեցիկ եք պատմում, շատ պատկերավոր, շնորհակալություն։ Եվս մեկ անգամ բոլորին հիշեցնեմ, որ հատորները բարեգործականի մասին եւ այլ նյութերը տեղադրված են մեր էջերի վրա, կարող եք ծանոթանալ, նայել այլ բոլոր նկարները, որոնց մասին նշեց դոկտոր Գևորգյանը։ Իսկ հիմա ժամանակն է հարցերին, սիրով լսում եք, եթե հարց ունեք, կարող եք բարձրացնել ձեռքը եւ մենք ձեզ հնարավորություն կտանք հնչեցնելու ձեր հարցը, կամ կարող եք գրել մի քանի հարց արդեն մեզ ուղարկել են, մինչև պատրաստվեք, եթե տվեք ես ընթերցեմ
մի հարցը շատ կարճ է, սկզբից դա կկարդամ։ Արդյոք նախատեսում եք հայկական բարեգործական ընդհանուր միության մասին հրատարակել երրորդ հատորը։ Bon, հավանաբար բարոն Զորյանը դերյակ է, գարձեմ անցմը նշանակվեցավ այս գործը նելու համար, անտիբեցանք, կաչություն գմախտեմ, վստահ չեմ, որ ի վիճակի է գործը դանելու, որտեվ քիշմը բան է, չի բավեր պատմապանելալ, քիշմը 20 տարվա ընթերցում պետք է դիրաբեդելու համար, voilà. Երրորդ հատորը պետք է վերաբերի ավելի արդի շրջաններու եւ ես փորձած էի 2006-ին քիշմը վերջին դասնյակ դարիներու դվյալները ցերծկել, բայց անգարելի եղավ, մինչև Նյու Յորք կացած էի ասորամար անգարելի եղավ, այո, չեմ գիտեր, օրինակի համար ադենակրությունները խորհրդի եւ այլն, քանի մատ կդած էի, որտեվ մեր նշանավոր բարոնը գար, որ Դեթրոյթ կմնար Ալեք Մանուկյանի Ազադյանը, այո, բարոն Ազադյանը քանի մատ ուներ իր կովը, ասիգա շատ օգնեց ինձի, որբեսի հասկանանք ինչ սրակիր գար, բայց որոշ կաղապար դվինք անշուշտ 70-ականները գարելի ասել, որ իմնականապես թբրոցները ստեղծելու և լավակույն օրինակը ոչ թե մինակ Բեյրութ, այլ Ուրուգվայ, Արժանտինա, Կալիֆորնիա, Կանադա և այլն, Ալեք Մանուկյանի օրով իմնական ասենք բանը աշխատանքը դարվեցավ գրթական մարզի մեջ։ Վերջը երկրաշարժի ժամանակ անշուշտ շատ կարևոր գործ դարվեցավ եւ հոն իմնական անձը, որ գործը դարավ մեծ սրդով Լուիս Սիմոնն է անշուշտ, alors բարեպարտաբար Երևանի գրասենյակը ամբողջ արխիվները բաց էր, կարողացա անկիստ նայել գարտալ եւ որոշ կաղապար դալ ուրեմն ընդանուր ասենք միության ստրատեգիայի մասին աբակա դարիներուն հետ բիդյասեի միակ ասենք իմնական աղբյուրը սեղավ արցազորույցը Բերջ Սետրագյանին է 2 ժամ, որուն իման վրա ծևով սանտեզմը կարողացա ցերծկել bon թյուրին չէ Ես ագաստադեմ, որ այո գադ աշխատանքի մա երրորդ հատորիմը անկեոքյան բադմապամ կոզ գնեգո ասվեցին 20 դարիներուն վրա գեցանալով ծեր ռազը ռաշալի է առաջին 100 դարվա համար նոր վերջին 20 դարիներն հավանաբար երրորդ հատորով մի քանի դարի վերջ կտեսնանք Շատ լավ Շնորհակալություն հաջորդ հարցը եթե թույլ տաք Պարոն Գևորգյանն արդեն նշել է Հալեփի եւ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, այն ուղեկցվում է նաեւ էթնիկ զտումներով։ Ես հիշում եմ, թե ինչպես էին հայ համայնքները միջոցներ հայթայթում օգնելու սիրահայերի վերաբնակվել Հայաստանում։ Այդ ժամանակից ի վեր այլ իրադարձություններ, ինչպիսին է Արցախյան պատերազմը, ստվերել է Սիրիայի իրավիճակը։ Ինչպիսին է ներկայիս վիճակն այնտեղ, արդյոք այնտեղ դեռ հայեր մնացել են։ Նայեցեք այնքանալ դվյալ չունիմ այս մասին, ծանոթներ ունիմ, որ վերջերս ասենք լքեցին Ալեբը անոնք են, որ մեզի դերյակ բայեցին, ինչքան որ գիտեմ, մաքսիմում 20,000 հայություն մնացած է Ալեբ,
նկատի առած, որ 2011-ին 80,000-ն ավելի էին, ուրեմն մեկ մասը անհնար է այսօր ճշգրիտ տվյալներ տալ, բայց մեկ մասը Հայաստան հաստատվեցավ, մյուս մասը դարածվեցավ ամենտեղ, այսինքն կարծեմ Կանադան է, որ բավական մեծ քանակով վերցուց, Միացյալ Նահանգները չեմ գիտեր, կարծեմ Ավստրալիան ալ որոշ չափով, այս երկիրները մանավանդ Կանադան անշուշտ պետք չգա ծևագերբությունը նելու գնախնդրե քրիստոնյա ունենալ բոն ասե իրականությունը ալեպցիները Երևան ասիգա գուզեմ շեշտել որ ուղագի մշակութային հեղափոխություն ստեղծեցին Հայաստան բանը ուդեստեղենի աբրելագերբը եւ այլն այսինքն գտնամ որ Երևանի ցանկը արստացուցին եւ անոնք որոնց կանտիբիմ գնկադեմ որ շատ լավ կարողացան շաղախվել ասենք հայաստանյան ցանկի մեջ այո ավելի դժվար է ասել Շատ լավ, մեկ հարց ունենք, որը մեր մասնակիցներից ձեռք է բարձրացրել, Քրիստինե, թույլ տանք ձեզ հնչեցնել ձեր հարցը։ Խնդրեմ։ Կարծես ձեռքը իջացեցին։ Այո։ Me? Yes, Christine. Oh, hello, Raymond. Okay. I noticed Nor Marash as like New Marash, right? Yeah. And I wondered, was that a common practice that because in Greece it was very common for the refugees to create a whole new community and name it the same town that they were from but I didn't know that was the case with Armenians. So is Nor Marash a singular example, or were there other cases where they named the town after, like they created a new settlement and named it after their old town? Okay. Alors, I speak about Nor Marash, but is not in Greece, is in Beirut, okay? Yes, in the area of Burchamut. Yes. And for the Greece, we have very important documentation about Armenian refugee and you know of course the work of Hervé Georgelin about Smyrna. Voilà. Yeah, but in Lebanon, Syria, did they ever name? Was there like a Nor Van? Yes. Or Nor... We have Nor Marash, Nor Harpert, and the same in Yerevan area. You have Nor Marash. You have Zeytun, Nor Zeytun. Okay, that was my question. Yes. Oh, interesting. Bon. Okay. Thank you so much. Okay. Շնորհակալություն, Սելին Գուլիկ եթե ճիշտ եմ կարդում ձեր անունը։ Այո, բարև ձեզ մեր խմոին, շատ հաճելի է միշտ ձեզի մեդիգենել, բայց ես եթե կարելի է հարցս կամ ֆրանսերեն կամ անգլերեն բիդենեմ, եթե կարելի է անգլերեն, որ բոլորս կարողանանք հասկանալ։ So it's about just one thing, I'm not sure I understood correctly when you spoke about the Near East relief. You mentioned that AGBU also participated in the funding of the film, Aurora's film, Ravished Armenia. And this is something I didn't know, so I just want to make sure I understood that correctly. Did AGBU also finance the production of the film, the Hollywood film, with Aurora Mardiganian? Okay. And if it's the case, is there any chance that in the archives of AGBU we may find a copy of the film that is, as you know, lost to this day? Alors,
je vais dire en français, d'accord? C'est Richard Keloyan qui a retrouvé, vous savez, qui était de San Francisco. C'est lui qui a retrouvé les 20 minutes de film dont on dispose aujourd'hui. Et c'est lui qui m'a rapporté ça. Voilà. J'ai pas vu d'archives, mais il a même fait un petit livre. C'était lui qui était le mieux informé sur les conditions de création du film. J'ai pas plus de détails. D'accord. Et comment s'appelle-t-il exactement? Koloyan? Oui, il est décédé maintenant. Je pense que Yervant a dû le connaître à San Francisco. Voilà. Oui. Ok, ben on pourra peut-être suivre autrement. Դոկտոր Զորյան, եթե օգնեք մեզ Հաչե հապացածը մինչեր օքե ֆրանսերենի մասը հասում անել որ աս Aurora ֆիլմը Aurora մատիկանային ֆիլմը որ Հոլիվուդի մեջ եղավ գազեմ 19-ին եթե չեմ սխալի էր 1919-ին անոր մեջը ինչպես քիչ առաջ բանկերոքյանեն հավանաբար պայքոզականալ իր մասնակցությունը փերած է հոնդերը նյութական իմաստով ֆանդինգի ոչ թե միայն ներից ռիլիֆը պայքոզականն մասնակցած է սելինը հասնել որ Արչուկադիգա պաստված է եւ Ռեմոնը պատասխանեց թե Ռիչարդ Քելոյանը ով հոսմե Սան Ֆրանցիսկո գաբրել ժամանակին ինքն էլ ֆիլմը կդավ 20 րոպեն ամբողջական ֆիլմը ճունիկ քանի որ եւ ինքը հաստատած է որ պայքոզականը մասնակցած է նյութականով այս ֆիլմի ալդացության ադեր նյութը ես հարցումը գնամ ավելցնել թերևս նիրիստլին հետ գաբունի գրգին Գիտեմ, որ նիրիստ ռիլիֆի վերջավորությունը այնպես եղավ, որ երբ ամերիկան որոշեց թեպի թուս չաշխատել, թեպի ներս աշխատել, որոշեցին փակել նիրիստ ռիլիֆը։ Երբ որ փակեցին, իրեն գալվածները ունեցածներ եւ այլն դրվեցավ Պարեկոզականին եւ Գիլիգիո Գաթողիկոսության։ Եվ հոներ որ հոյեչը հայդասանգերակցությունը մեջտեղ եկավ, այդ գալվածներու մեջ երդասատական աշխատանքները դանելու եւ այլն, հոյչի սկիզբը նիրիսիլիփի փակումով գուկա 1931-ին։ Ինչ գիտենք ադոր մասին, ինչպես փակվեցավ եւ ուրիշ բաներ ունեն նիրիսիլիփը, ես Սուրիա Լիբանան գիտեմ որ հոյչի դրվեցավ, ուրիշտեղ ինչ եղավ։ Նայեցեք, ինչ որ ես գիտեմ հետեւյալն է Երբ ուրեմն Անտիլիասի Գաթողիկոսարանը ստեղծվեցավ, ամբողջ միջին արևելքի դպրոցները սիստեմատիկորեն Պարեկորձականը որոշեց չղեկավարել այլ ինչպես եմ Անտիլիասի պանիդագեր, բիդագին դագ, ինչպես նույն գբադայեր Բոլսո բادرյարքարանի ղեկավարության դագ Ուրեմն ամեն տարի Պարեկորձականը այս տասնյակ դպրոցներու նյութական օգնություն կբերեր հիմնական ասեր ընդհանուր քաղաքականությունը բայց կնի չալունեին որ դպրոց կերտար եւ կքններ մագարտակը վիճակը եւ այլն ինչ որ վերապերի նորից ռիլիֆի անգերձսեմ չեմ դիրաբեդեր ասիգա լսեցի որ Rockefeller Center գտնվի հիմա նորից ռիլիֆի հին արխիվը գարցեմ Նյու Յորքի Նյու Ջերսեի շրջանն է չեմ եղած բայց Terebus լավ գլա որ ուսանողի տոշակ դրվի որբեսի ուսումնասիրվի ամեն բարակային արժե բատմապան մտնել այս նյութին վրան որ քիշմը բայց քանի մդարի առաջ անցիմը անտիբաձեի որ գբատկաներ Norris Foundation Tercoություն ունի ասիգա alors գաբված է ինչքանով վերջը վերստեղծվեցավ թե բայեցին ժշրիտ չեմ գիտեր voilà Եթե գայս գա Աֆրիկայի երկրներու օգտակալ գլայվ այլն թերևս ասվեցին երկու դարին փակվեցավ չեմ գիտեր բայց
բավական ադեն գոյություն ուներ նույնիսկ Հայաստանի մեջ կոնֆերանս մոդինաս կե 10 տարի առաջ նոր okay. Near East Relief-ը բայց միջին արևելքեն թուսելան այդ շրջանի կոնեի 1930 այո շլավ մեսի մի հարց ունենք, ուզում եմ ընթերցել ցեղասպանությունից հետո կանանց եւ երեխաների վերադարձման հարցը հաճախ ներկայացվում է որպես հերոսական փրկության պատմություն, սակայն այստեղ միայն փրկությունը չէր, կային նաեւ բռնի կրոնափոխություն, այլ ընտանիքների հանձնվել, նոր ինքնությունների ձևավորում եւ վերադարձի ընթացքում առաջացած նոր ճեղքեր եւ բեկումներ։ Այսօր Թուրքիայում ներառյալ իրենց թուրք ինքնության բնորոշող մարդկանց շրջանում շատերը սկսել են փնտրել իրենց հայկական արմատները, ինչը ինձ ստիպում է մտածել, որ այս պատմությունը իրականում երբեք չի ավարտվել։ Ձեր կարծիքով, արդյոք այս ուշացած որոնումները կարելի է ներկայացնել որպես կտրված ինքնությունների եւ ճնշված ընտանեկան հիշողությունների մինչեւ այսօր հասնող արձագանքները։ Եվ այս տեսանկյունից հնարավոր է հայկական բարեգործական ընդհանուր միության պատմական դերը հասկանալ ոչ միայն որպես փրկություն, այլ նաեւ որպես կորցրած կապերի հետքը գտնելու եւ դրանք նորից տեսանելի դարձնելու ջանքերի մի մաս։ Bon, le 5 հարցունգա այս հարցունի մեջ, այո։ Alors, ինչ որ գվերապերի ասենք վերաբրողներու իսլամացած Թուրքիո մեջ երկու խմբակ կա նույնիսկ ավելի առաջին խմբակը երեխաներն են որ թուրքական ասենք թուրք, քուրդ եւ այլն ընտանիքները չեն վերադարձուցած ուրեմն ճշգրիտ թիվ ունենք մոտավորապես բادرազմի վերջավորության 1660 ազար ուրեմն որկար եւ ասոնց վրա մոտավորապես 93,000 բարիկորձականը եւ բանը բորսոբադրիարքարանը զանազանը սենք միջոցներով 93,000-ը կարողացանք ծեվով վերադարձնել եթե հնարավոր է այսպես ասել ասոնք են որ արդեն որպանոցներու աշակերտները եղան մնացածը անշուշտ գբատկանի գեիշեք քանի դարի առաջ Թուրքիո մեջ մոդա մգար մեծ մայրիկներու ֆեքեչետին եւ այլն ավասիկ այս երեխաները ասիգա առաջին խումբն է երկրորդ խումբը շատ ավելի բարդ է ընտանիքով իսլամացած voilà եւ կանագով ասոնք են հիմնական ասենք ամեն կարևոր մասը եւ ամենեն բարդը որև ավեդիս Աչյան անունով ուրեմն նախկին CNN-ի լրագրողը որ հիմա Իտալիա գաբրի շատ կարևոր քիրք գրած է անգլերենով այսինքն կախտնի այերը կարելի է այսպես ասել մեծ մասամբ այս ընտանիքներու մասին է ընտանիքով իսլամացած ինչպես իսլամացան ճիշտ է որ օրենք մգար որ գարդոներ հիկ դոգոսով շատ ինչպես եմ օրենքը եղած է որբեսի իշխանությունները չկործածեն բայց այս ընտանիքները մեծ մասամբ արեստավորներ էին որ զորքերը պետք ունեին բայելու ասեմ նագան խնդիրը օրինակի համար տարպիններ երկաթակորց որ ցիերը բան գնեին եւ այլն եւ գամ տերակորց գամ յուրադուկ այսինքն մասնակետներ որ դերվույն վրան անդրաժեշտ էին զորքերու համար կամ բնակչության համար հիմնական բաժարը ասոնք են ուրեմն բայց երկու դեղալ բաներավ
գետրոնացան մանավանդ բادرազմի վերջավորության, մեկը ուրեմն դերսիմի շրջանը եւ երկրորդը Սասունի շրջանը եւ Ավետիս Աջյանի աշխատանքը բավական գետրոնացած է այս երկու գեդերու վրա եւ շատ հետաքրքրական բան կբացատրի անոնք որ դերսի մաստատվեցան այսինքն Բաշտոնաբես տավանապող եղած էին եւ սունի թուրք իրականի մեջ ասոնք սունի չեղան Ալևի խումբի մեջ մտան եւ ընկերապանները հետաքրքրված են այս հարցով այսինքն մեկ փոքրամասնություն ուրիշ փոքրամասնություն անցնել կոադևելու համար եւ ասե որ գտնամսել իմա Թիվմդալ եւ այլն անհնար է գրնանք ավելցնել ինքը ամշենի վրա աշխատած է ուր խառնուրդ մնե թրքերենի եւ այգական սանտաքսով լեզումը ուր երկու հիմնական ծոր կա մեկ ծորը սոսկանի թրքամոլ է եւ նացիոնալիստ մյուսնալ գոնտունի որ ցակումով հայ է Եվ զարմիկ են երկու ծորերը, ասե իրականությունը, ուրեմն վերջացնեմ ADN, ինչպես կսվի, կիդական ուսումնասիրությունները DNA-ի բաները, ինչ ցույց կտան, հիմա թուրք մասնակիցները հրադարագած են վերջերը, ցույց կտա որ մոտավորապես 80% բնակչության նախքին դերվույն ժողովուրդներն են իսլամացած թրքացած ինչ որ բարը որ գուզեք կրնակ կործածել ամեն բարակային ասիգա բանը ընդանեկան հարցեր են քաղաքական բնույթ դալ ասոր բարձրացակապես իմաստ չունի այսօր իմաստ չունի գիտենք որ բավական թուրք ընտանիքներ կան որ DNA-ի բան գնեն հավանաբար կասկած ունին գիշեմ նայեցեք լավագույն օրինակը Շնորհք Պատրիարքի ընտանիքն է Շնորհք Պատրիարքը որ գարձեմ 80-ական 90-ի գողմերը մահացավ մոտավորապես բացարիգ Պատրիարք մներ Բոլսո ինքն է որ դասնյակ դարիներով աշխատած է մոքսեն այսինքն արևելքեն դասնյակ հազարավոր կամ իսլամացած կամ ոչ իսլամացած հայեր բերել դեպի Բոլիս տեղավորել երեխաները դոբրոց տեղավորել որ հայերեն սորվին ես երիտասարդության ժամանակս Բոլսո մեջ անտիբած եմ այս ընտանիքներու շատ ուզիչ էր ինչ որ է Շնորհք Պատրիարք ինքը անցամբ երևակայեցեք ինքը որբ մնացած է գարձեց որ որբ էր որբանոցի մեջ մեծած է բայց իր մայրը կոադեված է եւ ամուսնացուցին թուրք գրոնավորի մեդ եւ օրմը բադայցավ գիտեք ինչ ուրեմն Շնորհք Պատրիարքը հայերու Պատրիարքներ եւ իր փոքր գես եղբայրը Շեխուլ Իսլամներ Թուրքիո ինչ կսեք այս մասին դպավորիչ է նո եւ Շնորհք Պատրիարքի տաղումին Շեխուլ Իսլամը եկավ ասիգա մեն ինչ կամ պոպե արդեն եւ իմ ասածս ռանդինգներ որ ագոստերթի մեջ նշած էր անգարելի է ստեղծել այսպիսի պատմություն ասե Թուրքիո պատմությունը եւ ցանկը
Շնորհակալություն։ Եթե թույլ տաք ևս մի հարց, որովհետև նմանատիպ հարցեր շատ ունենք, Near East Relief կազմակերպության ջանքերով հայ որբերի մի մասը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Արդյոք կան տեղեկություններ նրանց հետագա ճակատագրի մասին, ինչ որ բան արվեց այդ երեխաների ինքնությունը հայ համայնքի հետ կապը ապահովելու համար եւ արդյոք ինչ որ աշխատանքներ, ինչ տեսակի աշխատանքներ են տարվել հայ որբերին միավորելու իրենց ընտանիքների հետ։ Okay. Նայեցեք, Նռիս Ռելիֆը ծրագիր չէ ունեցած հայ դեղափոխել Միացյալ Նահանգներ, նախ երեխա էին եւ անհնար էր։ Ուրեմն երեխաներ, որ պարոսներեն դուրս գելային, զանազան միջոց կար, ինչպես ասեմ, դերմը աստատվելու, նոր կյանքը ստեղծելու համար։ Մեկ մասը փորձեց նույնիսկ մինչև 22 Թուրքիա դեղավորվել, այսինքն այրենիքը վերադառնալ, ինչ որ անշուշտ անհնար եղավ, որտեղ Մուստաֆա Քեմալի, ասենք, ռեժիմը գործը վերջացուց, ինչպես կարելի ասել։ Հիմա Նռիս Ռելիֆի մեջ համաձայնություն կար եւ մեծ արկանք ցույց տվին հայկական ինքնության վերաբերյալ եւ ինչ որ կվերապերի լեզուին եւ այլն, okay, ճիշտ է որ անգլերեն ալ սորբեցան այս որբանոցներու մեջ, բայց հիմնական լեզուն կմնար հայերենը եւ ղեկավարներու մեկ մասը որ ամերիկացի էին կամ սկանդինավյան երկիրները եւ այլն գրեթե ամենայախոս էին, որտեղ հին միսիոնարներու ընտանիքներու շարանկորդ էին, երբեմն մեծ ծնած եւ մեծած էին Խարպերտ օրինակի համար կամ Սեբաստիա կամ ուրիշտեղ այախոս էին այս մարդիկը եւ թրքախոս եւս։ Ուրեմն այս տեսակետով հարց չեղավ։ Երեխան, որ սովորաբար 16 տարեկանին դուրս գելա աստատությունեն, երկու հիմնական ուղղություն կար դեպի դուրս։ Մեկ մասը Ֆրանսա, ուրեմն սիստեմը շատ բարձ էր։ Եթե ընտանեկան գապ մգար, որտեղ ասիգա մորցա ասելու, ամեն մեկ եկեղեցի կամ որբանոց եւ այլն մուտքը ուրեմն ցանգեր գային ուր նշված էր ասինչ կպնդրե եւ այլն եւ որբանոցներու երեխաներու ուրեմն անսնական ծրարներու վրա նշված է երբ գիտեն եթե քերիմը կոադեված է եթե քույր մգա եղբայր մգա եւ այլն եւ սովորաբար գարմիր խաչնալ հայկական գարմիր խաչնալ գմասնակցեր բնդրդուկներու մամուլնալ կարևոր խաղցավ չորրորդ էջը եթե նայիկ ուրեմն մամուլի 19-20-21 գտեսնակ գրեթե ամբողջ չորրորդ էջը բնդրդուկներ են եւ մեկ օրինակ պիտի առնեմ լավակույնն է կարծեմ Ուրեմն ասկա կրակետ մգա Աննա Օվանեսյան է անունը ֆրանսահան է ինքը աշխատած է մագի համար ուրեմն Wadi Musa այսինքն Ժորդանիա եւ հոն ուրեմն աշիրետ մգա խումբը որ դարօրինակ անուն ունի Արմանի բոն ուրեմն մոդեցավ, սկսավ խոսիլ եւ ուրեմն լսեց որ յուրադուկ բան ունի այս աշիրետը մեծ մայրիկները հայեն եւ ամենը նույն քաղաքեն արաբկիրցի են ասոնք, okay, եւ այս աշիրետը բան է էլիտային է, եթե կարելի ասել, որտեղ ուդեստեղենի, արեստի, դեսագետով եւ այլն նորություններ բերած են այս բեդևիներու շրջանակի մեջ չվերջացավ ուրեմն հայ բժիշկը վերջը կիցվեցավ իսունականներուն անցած է այս շրջանը եւ խոսած է այս արաբկիրցի գիներու հետ որտեղ երիտասարդ էին
եւ մեգումը եղբայրը գճանշնար որ Բոստոն գտնվեր ուրեմն այս գնոջ տորնուին է որ գբատմե որ ուրեմն 6 ամիս վերջ ուրեմն այս տիգինը Ամերիկա երտալու հրավերը ստացավ իր եղբորը գողմե կնաց ուրեմն երբ կնաց սևակված անշուտ ծածկված եւ այլն եւ 6 ամիս վերջ վերադարձավ եւ տորնուին է գսել ուրեմն գլխարկ մուներ վրան բդուղներով եւ այլն եւ ծաղիկով պացկույնով բան հոբ bon հասկացա ակուստը այո սա ուրիշ կինը վերադարձավ մեր կողը եւ voilà ասե իրականությունը եւ 100-ամյակի ժամանակ 400 հոգի ուրեմն աշիրետներու ղեկավարներն էին բանին ինչ է կեդը որ եփրադի ցախկոմն է իշնալով Դիկրիս ոչ ավելի փոքր է կաբուր ուրեմն գսկսի կաբուրը գսկսի բանեն Ռասելայն գիշնա եւ դերմը գուկա եփրադի մեջ գինա եւ ուրեմն այս կաբուրի ծորը Էրզրումցի հայրավոր ընտանիքներ կարողացան աստատվել եւ բեդեվիացան ասա դակրագանը բեդեվի դարձած են 100-ամյակի արիտով ասոնք հրավիրվեցան եւ եկան Ալեպ արարողություններու մասնակցելու համար հորա bon գրնանք հայրավոր օրինակ դալ այսպես Քիշմը օգնած եմ, եթե հնարավոր է Այո, այլևս հարցեր չունենք, ես եթե թույլ կկարդամ շնորհակալական մեր շատ մտերիմ եւ շատ հավատարիմ ուսանողի կողմից, ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանին եւ մեր հյուրին առցանց սեմինարի ժամանակ հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը տարածելու համար, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությունին հայոց մեծ պատմության մասնիկը լինելու համար։ Խորվաթիայում մենք ունենք սիրահայ մի ընտանիք Հալեփից, որոնց տատիկն ու պապիկը Հալեփի որբանոցներից են եղել։ Լավագույն մաղթանքներով ձեր ուսանող, ով սովորում է հայերեն, չունենալով հայկական արմատներ Եվա Կիրխմայեր Բիլիչ։ Խորվաթիայից Զարեփ հայ խորվաթական համայնքի փոխնախագահ։ Շատ հպարտ ենք ձեզանով Եվա, շատ ուրախ ենք, որ դուք միշտ մեզ հետ եք։ Շնորհակալություն։ Դե ինչ բոլորին մեծ շնորհակալություն եմ հայտնում մասնակցելու համար եւ դոկտոր Գևորգյան իսկապես անverջ կարելի է ձեզ լսել եւ ես չեմ հասկանում ֆրանսերեն ցավոք բայց բոլոր ձեր տեսանյութերը ֆրանսերենով հերթով լսել եմ մեծ հաճույք եմ ստացել ձեր ձայնից ինչպես է կարողանում պատմել մեկնաբանել պատմությունը անչափ շնորհակալ ենք ձեզ եւ հուսով ենք որ նորից առիթ կունենանք պատիվ կունենանք ձեզ հյուրընկալելու մեր այս վիրտուալ համայնքում անչափ շնորհակալ ենք ձեզ Merci ցտեսություն ամենուն մասնավոր բարև Քրիստինին Շնորհակալություն հաջողություն բոլորին շատ շնորհակալ ենք խնդրում եմ համեցեք մեր էջերը եւ ծանոթացեք բոլոր նյութերի հետ, որոնք տեղադրված են ձեր համար։ Ամեն ինչը արվում է միայն ձեր համար։ Շնորհակալություն, առողջ եղեք, խաղաղ եղեք, շնորհակալություն։ Հաջողություն։